Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները եւ դրանց կարեւորությունը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Անդրադարձ է եղել ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիայի նախագծին, ինչպես նաեւ երկկողմորակարգի այլ հարցերի։ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը հանդիպել է նաև Միլի Մեջլիսի անդամների հետ։ Կողմերն ի թիվս այլնի քննարկել են TRIP-ի նախագիծը, ընդգծել, որ դրա կյանքի կոչումը կփոխի Եվրասիայի տրանսպորտային քարտեզը եւ կնպաստի ավելի լայն տարածաշրջանային գործակցությանը։ ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում, նույնիսկ ավելի մեծ, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ։ Սպիտակ տանը լրագրողի հարցին արդյոք գործարք կնքելու համար Թեհրանին վերջնաժամկետ ներկայացվել է, Դոնալդ Թրամփը պատասխանել է. այդ մասին գիտեն միայն իրանցիները։ ԱՄՆ նախագահը նաև հստակ պատասխան չի տվել հարցին, արդյոք Վաշինգտոնն Իրանի դեպքում կկրկնի վենեսուելական սցենարը, երբ ամերիկյան ուժերը կարակասում ձերբակալեցին Նիկոլաս Մադուրոին։ Թրամփը նշել է, որ չի ցանկանում խոսել ռազմական հարցերի մասին։ Նա միայն հիշեցրել է, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ ունեն։ ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ Թեհրանը ցանկանում է գործարքի հասնել։ Իրանի արտգործնախարարն արձագանքել է ԱՄՆ-ից հնչող նախազգուշացումներին, հայտարարել, չեն պատրաստվում բանակցությունների առարկա դարձնել Իսլամական Հանրապետության պաշտպանական եւ հրթիռային կարողությունների հարցը, առավելևս փոխզիջումների գնալ։ Իրանի ժողովրդի անվտանգությունը ոչ մեկի գործը չէ, կընդլայնենք մեր պաշտպանական կարողությունները։ Եթե բանակցությունները արդար լինեն, Իրանը պատրաստ է մասնակցել դրանց, մանրամասնել է Աբբաս Արաղչիին հավելել, հարկավոր է լուծել միջուկային գործարքի հետ կապված խնդիրները եւ չեղարկել հակաիրանական պատժամիջոցները, ինչից հետո Վաշինգտոնը եւ Թեհրանը կարող են գործակցել տնտեսական ոլորտում։ Բազմիցս ասել ենք, պատրաստ ենք բանակցությունների, բայց պատրաստ ենք նաեւ պատերազմի, շեշտել է իրանցի դիվանագետը։ Թեհրանից նախազգուշացնում են, Իսլամական Հանրապետության վրա հարձակման դեպքում թիրախում կհայտնվի նաեւ Իսրայելը։ Արաղչին նաեւ հերքել է լուրերը, որ վերջին ցույցերի ընթացքում 30,000 մարդ է զոհվել։ Ավելի վաղ Թեհրանից հայտնել էին, որ երկրում ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ։ Իրանցի դիվանագետը նաեւ անիրատեսական է որակել երկրում իշխանափոխությունը, ընդգծել համակարգը ամուր է եւ գործում է։ Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ երկրի իշխանությունը պարտավոր է վերանայել իր վարքագիծը եւ գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան։ Վերջին փորձը ցույց է տվել, որ թշնամիները, ներառյալ սիոնիստական ռեժիմը եւ նրա արևմտյան հովանավորները անընդհատ փորձում են պառակտել Իրանը, նշել է Մասուդ Փեզեշքյանը։ Նա ընդգծել է, որ հարկավոր է լսել խաղաղ ցուցարարներին եւ լուծել նրանց իրական խնդիրները։ Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը առանց այլ մանրամասներ հայտնելու։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, Պաշտոնյայի այցի մասին նախապես հայտարարված չի եղել։ Մոսկվայում Իրանի դեսպանի տվյալով պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև մերձավոր արևելյան եւ միջազգային հարցեր։ Հունվարի 16-ին Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ էլ քննարկել Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Երկու առաջնորդներն ընդգծել էին Իրանում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտությունը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը մոտ են հակամարտության կարգավորման գործարքի կնքմանը։ Նրա խոսքով Աբու Դաբիում օրերս մեկնարկած բանակցություններն արդյունավետ են եղել եւ առաջիկա հանդիպումներում էլ կարող է առաջընթաց գրանցվել։ Զելենսկին եւ Պուտինն ատում են իրար, դա դժվարացնում է կարգավորումը, այնուամենայնիվ կարծում եմ լավ հնարավորություններ ունենք, նշել է ԱՄՆ նախագահը։ Աբու Դաբիում հունվարի 23-ից 24-ը կայացած բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ Կիևի ու Մոսկվայի թիմերին հաջողվել է հաղթահարել մի շարք տարաձայնություններ, սակայն դեռ մնում է տարածքների եւ անվտանգության երաշխիքների հարցը։ Ակնկալվում է, որ հանդիպումները կշարունակվեն, սակայն արդեն առանց Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի եւ Ջարեդ Քուշների մասնակցության։ Ինչ վերաբերում է ավելի վաղ Վաշինգտոնի միջնորդությամբ հայտարարված էներգետիկ հրադադարին, Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հունվարի 30-ին ռուսական ուժերն ընդհանուր առմամբ չեն հարվածել ուկրաինական էներգահամակարգին։ Նա հավելել է, որ ուկրաինական կողմը եւս հայելային կերպով դադարեցրել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։
Տեղեկություններ կան, որ իսրայելական ուժերը հարվածել են Գազային, հաղորդվում է, որ վերջին ժամերին զոհվել եւ վիրավորվել է մի քանի տասնյակ պաղեստինցի։ Ընդհանուր առմամբ պատերազմի մեկնարկից ի վեր զոհերի թիվն արդեն հասնում է 72 000-ի։ Համասը մեղադրել է Ցահալին հրադադարը խախտելու համար։ Պաղեստինյան շարժումը կոչ է արել կրակի դադարեցման ռեժիմի համաձայնագրի միջազգային երաշխավորներին եւ մասնավորապես Վաշինգտոնին քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ։ Կուբայի արտաքին գործերի նախարարը միջազգային արտակարգ դրություն է հայտարարել ի պատասխան ԱՄՆ գործողությունների։ Կուբայի ժողովուրդը կարծում է, որ Միացյալ Նահանգների կառավարության հետ մեր հարաբերություններում ստեղծված իրավիճակն անսովոր եւ արտակարգ սպառնալիք է ներկայացնում, նշել է Բրունո Ռոդրիգեսը։ Նա հակակուբայական եւ նեոֆաշիստական է որակել ԱՄՆ վարած քաղաքականությունը։ Հունվարի 30-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ընդունել, որով ազգային անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել Կուբայից բխող ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ Հրամանագիրը նաև թույլ է տալիս Միացյալ Նահանգներին լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ են մատակարարում Կուբա։ Ըստ ամերիկյան կողմի ազատության կղզու իշխանությունները գործակցում են Միացյալ Նահանգների նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների եւ խմբավորումների հետ, այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ինչպես նաև Համասի եւ Հզբոլլահի հետ։ Մոսկվայից հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանը թշնամական պետություն որակելը խոչընդոտում է երկխոսության կայունացմանը եւ ճգնաժամերի կարգավորման գործընթացներում Վաշինգտոնի միջնորդական ջանքերը։ Դիանա Գասպարյան, լուրեր։